Գետառն է, Երևանի սրտում գտնվող գետը, որի կամրջով ժամանակին անցնում էին մետաքսի ճանապարհի քարավանները։ Ժամանակի ընթացքում գետը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ Այսօր պատկերը լրիվ այլ է։ Այստեղ վխտում են առնետներ, իսկ գարնանը հատկապես անձրևներից հետո գետառը հաճախ վարարում է։ Մի քանի օր առաջ է գետի ջուրը աղբի հետ լցվել բակեր, նկուղներ ու տներ։ Ոտներներս ջրի մեջ ման էին գալիս, այստեղ վարձով էին ապրում մարդիկ, ամբողջ կահույքը թափեցին, գնացին։ Երեխեն քնած տեղը աչքը բացել էր, աղջիկը տեսել էր ջուրն արդեն իրան է հասնում։ Որտեվ տունը ցածր է, ներքև է իջնում ես, ներքև։ Ամբողջ ջուրը մեջն էր լցվել։ Չենք քնում, ոչ թե վախենում։ Չենք քնում, պահակ ենք կանում։ Այս քարերը վերևից ջուրը քշում բերում է, նայ, տես։ Հեն անայ ջուրը տեսնում ես որտեղ է բարձրացել։ Մտնում են տաշտը այնտեղ է լցվում։ Վիճակը սա է։ Սևանի փողոցի Գետամերձ թաղամասում արդեն 60 տարի բնակվող մի բնակիչ հիշում է, ժամանակին գետը մաքուր եւ առողջ էր։ Կրիա կար, ծուկ կար, մաքուր ջուր էր։ Մաքուր ջուր։ Մտնում եք մեջը նորմալ է։ Վարարման հետքերը տեսանելի են ամենուր։ Աղբով փաթաթված ծառեր, վնասված տներ։ Բնակիչներն ասում են, տարիներ շարունակ վիճակը չի փոխվում եւ շատերը ստիպված հեռանում են այստեղից։ Ավելի քան 30 տարի է գետը պատշաճ չի մաքրվել, պատմում են հարևանները։ Երբեմն իրենք են մաքրում գետից դուրս բերելով տարատեսակ, երբեմն էլ անհասկանալի իրեր։ Դες ժեշտեր են, կրիշի ժեշտը գցել են մեջ, այնտեղ էլ դամբա են կապել, տեսնում ես, այնտեղ դամբա են կապել են, նեղվում է, քանի անգամ ադաները ջուր լսել, մեր տունն էլ ալսվել, հարևանի տունն էլ ալսվել։ Մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում են, մաքրման աշխատանքներ իրականացվում են ամեն տարի, եւ այս տարի նախատեսվում է մաքրել ավելի քան 4000 խորանարդ մետր տարածք։ Ներկայումս աշխատանքներ են իրականացնում, մոտավոր 60-70% արդեն իսկ արված աշխատանքների։ Հիմա կոնկրետ իրականացնում են այդ կինո հայրենիքի հատվածում մաքրման աշխատանքները, մեկ էլ Ավանում։ Իսկ ձեր նշված հասցեում մոտավոր իմ կարծիքով, եթե ոչ վաղը, մյուս օրը արդեն մաքրման աշխատանքները կսկսեն։ Բնակիչներն էլ ընդունում են, խնդրի մի մասը իրենցից է կախված։ Աղբը գետում չի հայտնվի, եթե մարդիկ չնետեն։ Մի բնակիչ էլ ես եմ, մի լցնող էլ ժամանակին ես եմ եղել, ասում եմ, անես չի ես ասուգար եմ, բայց արդեն այս քանի տարի է, հասկացա, որ եթե ամեն մեկս մեր հերթին տիրություն անենք, ամեն ինչն շատ լավ կլինի։ Քաղաքապետարանից եւս ընդգծում են, հարակից տարածքների բնակիչներն ունեն իրենց պատասխանատվությունը։ Հիմնականում, ասենց ասեմ, հարակից ապրող բնակիչները այդտեղ աղբ են թափում։ Ու տարատեսակ աղբ են թափում, բազմատեսակ աղբ են թափում, ասենք կոշտ կենցաղային իրեր, մատրասներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, փափուկ կահույք, ամեն ինչ գցում են այդ գետերի մեջ։ Բնակիչները վստահ են, եթե գետի հունը խորացվի եւ աղբը հեռացվի, վարարումները կկրճատվեն։ Հոտը ահա որ ամանավանդ ամռանը։ Սրա փոշին է մեր օգուտը, ուտում ենք ամեն օր։ Փոշին, զիբիլը, դες հիմա այն տատար ցեմենտի մեշոկները, սա այս այգու մեջ է լցված։ Շփրդում են վերևից ներքև։ Եթե գարնանը խնդիրը վարարումն է, ապա ամռանը գարշահոտությունը։ Բացի այդ, տարածքում հաճախակի են ջրի անջատումները, հոսանքի տատանումները, իսկ վերջին շրջանում նաև շինարարական փոշին։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրների այս շղթան դեռ լուծում չի ստացել։ Շատ երևանցիներ նույնիսկ չգիտեն Ավանից մինչև Շենգավիթ ձգվող այս գետի մասին։ 2007-ից հետո, երբ փակվեց գետի շնչառությունը, գետառը կարծես թաքուն կյանքով է ապրում, տեսանելի միայն նրա ափերին ապրողների համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։